Բարելույս բոլորին, ողջույն հարազատներ, ողջունում եմ բոլորին, ողջունում եմ հետևորդներին, բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են արդեն իմ ալիքին ու այսքան ժամանակ հետևում են ալիքին, իմ խորին շնորհակալությունը, բոլորից շատ սիրում եմ եւ հուսով եմ, որ կմնաք ալիքի հետ երկար ժամանակ։ Ասում եմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք հավանելու կոճակը, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի առաջինը իմանաք նոր վիդեոների մասին։ Դե ինչ սկսենք այսօրվա մեր օրը, օր ուրբաթ։ Չգիտեմ ում մոտ ոնց է մեր տղեկի մոտ, ովքեր քշում են, այս գործի մեջ են, իմ մոտ այս վերջին ժամանակները շատ թույլ է, շատ վատ է վիճակը։ Պատեների մեծ մասը ստանում եմ այդ մաչ կոչվածով ու հնարավոր չի նույն վերցնել։ Սկզբից ուզում եմ միջև վիդեոն սկսել ուզում եմ ողջունել տղեկին մեր, ովքեր համ ալիքի հետևորդներն են, համ էլ մենք կապի մեջ ենք։ Այսօր որոշել եմ շարժվեմ էլի տենց երևի Studio City կողմ։ Տեսնենք ընդեղից, որտեղ անընդհատ ես վերջերս հակառակ կողմով եմ իջնում, գնում եմ դեպի Հոլիվուդ ու պարապ մինչև օրվա կեսը կանգնում եմ։ Այսօր որոշեցի հակառակ ուղղությամբ գնամ, տեսնենք այս տարբերակով ոնց կլինի։ Դե ինչ շարժվենք, տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում։ Did it put my stop in? Yeah. Okay. Yeah, he got it. Գնացի ասա Studio City, ուրեմն ռեզերվներ տվեց երկու հատ La Crescentայից Բրբանկի аэропորտ։ Գնացի առաջինը արեցի, հիմա այս պայն այս Բրբանկում եմ գտնվում։ Երկրորդը արդեն ուզում էի գնայի հետևից, cancel արեց։ Իմիջիայլոց այս cancel-ները ես չգիտեմ, հաճախորդներն են cancel անում, թե ինչ է կատարվում։ Իմ մոտ համենայն դեպս այտենց բան համարյա թե չի եղել այսքան ժամանակ, որ ռեզերվները cancel անեն, բայց ես մի շաբաթ կլինի արդեն ռեզերվները, որը վերցնում եմ, մեծ մասը cancel է լինում։ Հիմա թե ինչի հետ է կապված, նույնիսկ իմաստ չեմ գտնում զանգեմ իրանց, որովհետև իրանց արդեն իրանց պատասխանները ոնց որ ասում է իրանցից լավ գիտենք, ապի զանգեմ, իրանց նկատի ունեմ Uber-ին իհարկե։ Պետքա զանգեմ, ասեն, դե կամ հաճախորդն է cancel արել, կամ մեր սիստեմը խնդիր ունի, կներեք, աշխատում ենք այդ ուղղությամբ եւ այլն, անիմաստ բաներ, բայց դե փաստը մնում է փաստ, որ չգիտեմ, նորից եմ ասում, ում մոտ ոնց է, իմ մոտ շատ վատ վիճակ է, գործ չի լինում ընդհանրապես, ամբողջ օրը դուրսը լինելով աշխատելով օնլայն, մաքսիմումը, որ կարողանում եմ աշխատել, ասենք $350 է, այդ են դեպքում, երբ որ 14-15 ժամ դուրս եմ լինում, օնլայն եմ լինում։ Չգիտեմ ինչքան է շարունակվելու այս ամեն ինչը, տեսնենք ոնց կլինի։ Դե ինչպես նշեցի, հիմա գտնվում եմ Բրբանկում, այս պայն аэропորտի շրջակայքում եմ գտնվում, որոշեցի գնամ այդ
բանկի լաթը վայրը որտեղ որ Uber-ի լիֆտի մեքենաները սպասում են պատվերի, նույնիսկ Excel-ս եմ միացրել հիմա այս բանին։ Գնամ մի քիչ այնտեղ կանգնեմ, կարող եմ մի բան տա այնտեղից։ Իմիջայլոց մի հատ sense բան ասեմ, ես չգիտեմ, ունես որ 100%-ով ճշտված ինֆորմացիա, չնայած որ նման մի բան կարծեմ ես միտեղ կարդացել էի իրանց Uber-ի ինչ-որ էջերում, չեմ հիշում։ Ամեն դեպս ընկերներս այն օր ինձ ասեցին ու ես էլ նկատեցի դա։ Կարող է տղեկ գիտեք դուք, ես նոր եմ իմանում։ Ուրեմն Excel-ը, երբ որ այս commercial մեքենայով էս Excel քշում, ոնց որ թե սովորականից ավելի բարձր է վճարում, որովհետև երեք մի քանի անգամ իմ հետ եղավ, որ կանգնած տեղը, ասենք Excel-ն էլ էի միացրել, պատվեր տվեց, առաջի պատվերը հիշում եմ Հոլիվուդից аэропորտ էր, հետո չվերցրեցի ու հետևից բլակով տվեց էլի նույն տեղից էլի аэропորտ ու բլակն էլ ու Excel-ն էլ նույնն էին։ $1 տարբերություններ ընդամենը։ Ու դրանից հետո օրվա մեջ էլ եմ մի հատ երկու հատ Excel եմ արել ու նկատեցի, որ հա բարձր է վճարվում։ Այս որ իմացեք, եթե չգիտեմ, միացրեք, փորձեք, տեսեք, կարող է իրոք տենց, հա, կարող է ուղղակի համընկել է մի բան, չգիտեմ։ Ամենայն դեպս եթե աշխատի, վատ տարբերակ չի։ Հիմա մի հատ շատ ցավոտ սենց ասած թեմայի մասին եմ ուզում ձեր հետ խոսամ, ճիշտ է, ինչպես նշել եմ, մեր ալիքը սենց ոնց որ էս Uber եւ այլն այդ ամեն ինչին է վերաբերվում, բայց հարցեր կա, որ օրինակ ես անպայման ուզում եմ դրա մասին խոսամ, խոսքը վերաբերվում է մեր ժողովրդի, մեր հայազգի չգիտեմ ոնց ասեմ, պահվածքին ասեմ, թե ոնց ուզում եք հասկացեք, այնց ոնց են իրանց պահում մեր ժողովուրդը, ճիշտ է, երկար ժամանակ Հայաստանում չեմ եղել, հիմա չգիտեմ ընդեղ ոնց է վիճակը, ինչա փոխվել, ինչի փոխվել։ Ես խոսամ ստեղ Միացյալ Նահանգների մասին։ Առաջի հասկից կարող է մտածես, հա, ինչ է եղել։ Հիմա ընդամենը ինչ-որ երթևեկություն է, մեկը կարող է հունից դուրս գա, մյուսը սենց, բայց իրանք լավն են, իրանք շնորհքով են եւ այլն։ Բայց ես մի քիչ դրան տենց չեմ նայում, հեսա կասեմ խի, ուրեմն այս երթևեկության հետ կապված էի ուզում խոսալ, հատկապես ուզում եմ առանձնատուկ շեշտեմ մեր հայ կանանց ու աղջիկներին, բոլորին չի իհարկե խոսքը վերաբերվում, նենց գլոբալ չընդունեք ես իմ ասածները, ուղղակի շատ է հանդիպում ես չեմ ուզում նեղացված լինեմ ինչ-որ վատ բառով ասեմ, որտեվ գիտեմ մարդիկ էլ կան ինչ ճանաչում են, թեկուզ տեղ երթևեկության մեջ նկատել եմ, որ ասենք տենց մի բան ա եղել, բայց զգացել եմ, որ ինձ ճանաչել են, դե հիմա կարող է վիդեոներ են տեսել կամ շատերի հետ նույնիսկ երեխաներին նույն դպրոցն ենք տանում եւ այլն, բայց ինչ եմ ես ամեն ինչի երկարացնում, ել եմ ասում, բոլորին չի վերաբերվում իհարկե ասածս, ես բանական մարդ եմ ու հասկանում եմ, որ բոլորը չեն կարող նույն ձևի լինել, բայց մեր հայ կանանց ու աղջիկների պահվածքը շատ տհաճ է, շատերի պահվածքը այս երթևեկության մեջ, շատ անշնորհք ձևի քշելը, ոչ մեկին չզիջելը ու այդքանը հերիք չի, հասկանում ես, որ մարդը երթևեկության կանոններից ոչ մի բան չի հասկանում, բայց ինքը չգիտես խի վստահ է, որ ինքը այդ ճանապարհի տիրակալն է, ասենց ասեմ,
դու պետքա տահաճ պատահար են անգամ եղավ, ասում եմ, վիդեոներն էլ կա, ամեն ինչն էլ կա, միշտ գիտեք ձայնագրվում է մեքենայի մեջ, ուղղակի դե հիմա ես կյանքում դա ոչ կտեղադրեմ, ոչ կցույց տամ եւ այլն, ուղղակի sense զուտ ու չարացած չեմ, էլի ինձ ճիշտ հասկացեք, ինչ որ ջղայնացած չեմ, ուղղակի խնդրանքս է, էլի, ես իհարկե իմ ազգին շատ եմ սիրում, մեր հրաշք գեղեցիկ կանանց ու աղջիկներին ու զուտ իմ խնդրանքն է, կուզեք որպես աղբեր, ուզեք չգիտեմ ազգակից ոնց ուզում եք, այդ մեզ սազական չի, այդ տենց անցած օրը ուրեմն երթևեկության մեջ ուրեմն հենց էր որ ինձ պետքա ոնց որ ճանապարհ զիջեին, բայց ես դանդաղեցի տեսա որ հայ աղջիկա կինա հայ տենց մտնում է, դանդաղեցի, չգիտեմ խի ինքը այդ ամեն ինչը չհասկացավ, թե ինչ մտավ մի հատ էլ ընդեղից գոռում է համբերություն չունես, սենց հետո էլ այլանդակություններ այն օրը դուս էին եկել ինչ-որ սիգնալ տալու համար իրար էին ծեծում, այս շնորհք չի, մենք սա չենք, չգիտեմ ոնց ուզում եք հասկացեք, խորը մտածեք մի քիչ, մենք էս չենք ու առավել եւս օտար հողի վրա, օտար երկրի մեջ չարժի որ մենք մեզ ասենք sense ներկայացնենք, որ իրանք մեզ sense ճանաչեն, մյուս բոլոր ազգերը Ճիշտ է, որ հայրը շփում ունի թե բիզնես, թե չգիտեմ ընկերական եւ մնացած առումներով, բանը, ասենք, հասկանում են, սիրում են, գիտեն, որ մենք լավ, բարի, հյուրասեր ժողովուրդ ենք եւ այլն sense, բայց գիտեք ոնց է, մեծ հաշվով շատ մարդիկ ուղղակի որ տեսնում են, այս հայերը sense, այս հայերն են, իրանք կյանքում չեն ասի, այստես բաններ, Պողոսներ, որ վատ էր, բայց այ Պետրոսը լավն է, չէ, իրանք ընդհանրացնում են, ոնց որ եւ մենք, նույնը մենք ենք անում։ Ես հաստատ ձեզ ասում եմ, նույն բանը մենք ենք անում։ Եթե ինչ-որ մի հատ մեկը լատինական ինչ-որ երկրից մի հատ մի անշնորհք բան անում է, նույնիսկ կարող այդ մարդը Մեքսիկոից էլ չի, ասենք, բայց չէ, մեր հայերի մոտ կա այս մեքսիկները սենց, այն մեքսիկները այնց, դրա համար այդ օրինակը մենք ունենք, ու եկեք տենց շանենք, իրոք շատ տագեղա, շատ տահաճ է, տղամարդկանց էլ խնդրած կլնեմ ձեզ ձեր կանանց, աղջիկներին, չգիտեմ, կողակիցներին բացատրեք, ասեք, որ տենց չի ձևը, այդ սխալ է Ես ինչի համար եմ սրա մասին խոսում, որովհետև սկզբում ոնց որ նշեցի, մարդկա կասի դե հիմա, չգիտեմ, երթևեկություն, սենց անենց, հա, բայց իրանք սենց, չէ, տենց չի, որտև իրանք ինչ տենում, ոնց որ ասած, այն էլ սովորում են։ Եթե դուք այտենց շանեք, կամ եթե դուք իրան սուր չտակ, որ էդի նորմալ է, իրանք, ասենք, այտենց չեն անի կյանքում։ Բայց իրանք տեսել են, համոզված եմ, ձեր կողմից տեսել են, որ դա նորմալ է, դուք այտենց եք միշտ անում, կանանց մեծ մասն էլ անկասկած, մեծ մասը ստեղ է մեքենա վարել, սովորել, ստեղ է սկսել մեքենա վարել, ու տեսել է, որ դուք նույն բանն եք անում, հիմա իր համար դա նորմալ է, ինքը կրկնում է, բայց կողքից դա ահավոր վատ է նայվում, չեմ ուզում ուրիշ ասենք կոպիտ բառերով ասեմ, ուղղակի շատ վատ է նայվում, խնդրում եմ, եկեք ես ամեն ինչը վերջացրեք, մեր հայ կանայք, աղջիկները իրանց տեսակը տենց չի, տենց դուս կան կռիվ, գոռան, ճվան, չգիտեմ, վիրավորանքներ, ես իմ ինչ կեղտոտ բառ, մի քիչ դες պայեք հային վայել, թե չէ սենց որ նայում ես, չգիտեմ, ասում եմ, բոլորի մասին չի, բայց այն որ նայում ես, սենց ընենց տահաճա, լիքը մարդ նայում ես, սենց կամ այն անգամ էլի, ջայել աղջիկա, հայ ջայել աղջիկա, գլենդելում, պատուհաները իջացրած, մի հատ արաբական զռռոցա միացրած մեքենայի մեջ,
ու այլանդակ ձևի քշումա չեք պատկերացնի ու հիշեցի չգիտեմ երբ էր մի քանի տարի առաջ էր կարծեմ տենց մի հայ աղջիկ այդ արագության մեջ ոնց խփեց մարդ սպանեց հիմա էլ հա ենթադրում եմ այդ աղջիկը նստած է բերդում է անենց որ մի արեք այդ ամեն ինչը դզուտ իմ խնդրանքը ուղղակի սենց ուզում էի ձեր այդ կիսվես ամեն ինչով ահա որ սենց տահաճա ու զազվելի է նայել թե մեր հայ կանանց աղջիկների այն հրաշք այն չգիտեմ բոլորդ էլ գիտեք մեր հայ կանանց այդ ընդհանուր տիպաժը էլի ձևը ոնց է ու ասենք որ նայում ես ինչ ձև են պահում իրանց ասենք զազվելի է ուղղակի զազվելի է չգիտեմ ինձ կմեղադրեք ինչ կասեք այնտեղ կոմենտներում ինչ կգրեք բայց ես 100% համոզված եմ բոլոր բանական գիտակից մարդիկ հասկանում են ինչի մասին եմ խոսում Մեր խոսքով Հիմա Բրբանկի аэроպորտի լաթում եմ գտնվում ներսը տեղ չկա հիմա դուսն եմ կանգնել պետքա հեռախոսս վերցնեմ գնամ ոտքով ներս մտնեմ որ հերթի մեջ ինձ դնի Բրբանկի аэроպորտից էլ ոչ մի բան դուրս չեկավ անիմաց ժամանակի կորուստ բայց ես մի բան էի մոռացել մի բան էի մոռացել որ ուրեմն BMW մոտոցիկլների ուրեմն դիլերը գտնվում է հենց կողքը այս аэроպորտի լաթի հենց կողքն է գտնվում իսկ ես ինչպես շատերդ գիտեք մոտոցիկլի մեծ սիրահար եմ ու մոտոցիկլը հենց BMW է ու լիքը գործ ունեմ վրան անելու լիքը հարցեր ունեմ, որովհետև այնտեղ էլեկտրոնիկայի հետ կապված, իր այդ ինչա BMW-ի համակարգին միանալու համար, այնտեղ սխեմաներ կա, տարբեր հարցեր կա։ Հիմա իսկ այս դիլերում ինձ արդեն բոլորը ճանաչում են վաղուց։ Հիմա շարժվում եմ այդ դիլերը, որպես իրանց կյանքը ուտեմ։ Լիքը հարցեր ունեմ ու մինչև հարցերից պատասխանները չստանամ դուրս եմ գալուց տեղից, հենց որ գնանք տեսնենք ինչ են մեզ ասում։ Սալոնից դուրս եկանք, մեր հարցերի պատասխանները ստացանք, ես մեր հարցերի պատասխանները ուրեմն իրականացնելու համար տոպրակով փող է պետք, ինչը որ ես հաստատ չեմ պատրաստվում իմ մոտոյի վրա ծախսեմ այդքան փող, ստացանք պատվեր, իմիջայլոց ստացանք պատվեր, Եվ գնանք անենք լավ լիֆտով շատ կարճ վատ ես կասեի պատվեր, բայց գնանք անենք, կարող է ափը զարթնի, որոշի էլի գործ տա մեզ։ Ահա, տեսակ, ասի, գնացի հասատան մոտ, ընգերը բրնեց կենսել արեց։ 1.5 մայլ, սա հելա, նորից իչա։ Դե, ինչ անեն, կարող է անհետաձգելի գործեր էր տղուները, կենսել արեց։ Մեր հայ ընգերնա, չենք ջղայնանում, սաղ լավ է։ Ես որ անցանք առաջ։
Գեղեցիկ տեսարան, ձեզ ցույց տամ, չգիտեմ ինչքանով կերևա, սարը, ստեղ հիմա ես IKEA-ի parking-ում եմ գտնվում Բրբանկի, չգիտեմ տեսնում եք ինչքանով, շատ գեղեցիկ է տեսարանը, կանգնած, հիանում եմ տեսարանով, մինչև հաջորդ պատվերը։ How are you guys doing? Pretty good. She was like a man of white. Dropping them. You have to go all the way down and do not stop. Okay, if you're gonna do drop up, you can drop them off right there. Okay. So you're going all the way down. Do not stop. All right, guys. Yeah. Thank you. All right. Thank you. Have a good day. You too. Thank you. So you're going all the way over there and then making you turn around. Okay. Yeah. No, sorry. Robert, right? Yes. Okay. Nice. Hi. How you doing? Fine. Have a nice day. Right here. Ok, Convencido para dues posat, eren 22. 21, 20. Ara quan acabi el viatge et sortirà activitat. Robaria 28 i pico, 22. Sí, però pot canviar, eh? A més, Sí, pot, però sí. Բանկից եկա West Hollywood, ահա որ խցանումներ, ահա որ մի հատ վիճակ, West Hollywood նույն էլ ստեղ էր, ահա որ վիճակա փողոցները, ուրբաթ օրը ես ասում եմ, մանգիշտ ասել եմ, ուրբաթ օրերը ոնց որ բան լինի, պարոպկի, ամեն ուրբաթ պարոպկի միջազգային օրն է, ոնց որ ես տպավորությունը, ով ինչ ավտո ունի, որ պետք է չիսկի, ասում է այսօր դուս եմ գալի ես քշելու։ Փողոցներում ահա որ վիճակ է, այստեղ միտեղ եմ կանգնած, տեղեքը կիմանան Սանտա Մոնիկայի պավիլիոն, այդտեղ պարքինգում պարիում ես։ Good, thank you. If it's too cold, let me know, I'll adjust the AC. Yeah, I just found out all the information this morning and have been working all day and won't be done till probably Վեց։ Չգիտեմ, հա, 6, որտեղ $6 ինձ թեյավճար են թողել, դրա համար 6, բայց ընդհանուր առմամբ ուզում եի ասեի West, ասացի 6։ West Hollywood-ից եկա ուրեմն Hollywood մեծ դժվարությամբ
բավականին մեծ ջանքեր գործադրելով, որտեղ այսօր փաստորեն բարձրում է բացի են, որ պրոբկի միջազգային օրն է, ամել այն քխ ու փոփ վարորդների միջազգային օրն էլ է այսօր։ Դրա համար մի կերպ հասանք Հոլիվուդ, սենց խոսում եմ, բայց չեք պատկերացնի, 4 մայլ եմ ընդամենը եկել, ընենց հոգնել եմ, ոնց որ ասենք մի 30-40 մայլ քշածրնեմ, էլի մի անգամից։ Խոսքով հասանք Հոլիվուդ, ես այստեղ միտեղ կանգնենք, մի հատ հանգստանանք, տենանք ինչ է գալիս մեր գլխին։ Ես ճիշտն ասած մտա, ինչ է ուզում ասեի, մոռացա, մտա ես ուրեմ BMW-ի այդ դիլերը, մոռացա կամերա ստանեմ հետս, ու մի քիչ ոգևորված էի, ընդեղ նոր մոդելներով, մոտոների բան, տենց, ու շատ խառնված է իրար, որտև մի հատ մոտո կա, որը իմ աչքը արդեն երկար ժամանակ այդ մոտոյի վրա է։ Մոտոն ընդեղ դրած չէր, բայց վախենում եմ հարցնեմ իրանց ծախել են թե չէ, հեսա ես կստուգեմ տեսնեմ ծախել են թե չէ, այդ մոտոն ես պիտի վերցնեմ։ Խոսքով, դրա համար ասածս ինչ է, դրա համար բան չնկարեցի ոնց որ դիրյարում, ես քանի օրը, բայց արդեն մոտոյով եմ գնալու ընդեղ, ավելի մանրամասն կնկարեմ, ձեզ կծանոթացնեմ ընդեղի աշխատող մետ հրաշք անձնավորության հետ, որը մի հատ անտիր տղա է, հայ տղա, Խորեն անունը, իրոք շատ լավ տղա է, խոսքով, եթե կհամաձայնվի իհարկե ինքը կծանոթացնեմ իր հետ, կխոսանք, կզրուցենք, դուք էլ կարիք եղած դեպքում, որ գնաք ընդեղ մոտոյի սիրահարները, ովքեր ուզում են մոտո գնեն, կամ էլի տենց ինչ-որ մի բան, նայք Խորենը ճիշտ ուղղություն ձեզ ցույց կտա ամեն ինչ կանի, որ ոնց որ ասած ձեր սրտով լինի։ Տենց հիմա Հոլիվուդում եմ ու սպասենք հաջորդ պատվերին։ Yes. How are you? Good. How are you? I have surgery, so I can't sit still. Okay. No problem. Whatever is comfortable for you. Can I listen to music before we go? For sure. Thank you. Yeah. Regardless, me and he was locked in for life. Me and my sister, bitch. No worries. Okay, Luke. I love you, okay? We'll speak later. Wait, are we gonna? I want. Disappear, and this person's plan was to get some type of reaction out of you and have you chasing him. Okay, it was very toxic. It was very unhealthy, very immature. Ուրեմն գնացի Հոլիվուդից Էնսինոից հետ եկա էլի Հոլիվուդ, այլ West Hollywood։ West Hollywood-ից downtown։ Կրիպտո այդ խոսքով սրահը, որտեղ որ համերգներ ա լինում, Էվիլի միջոցառումներ ճիշտ ասած չիմացա ինչ էր կամում համերգներ, բայց հա հիմա այստեղ եմ, downtown-ում եմ
ու չգիտեմ ուր գնամ։ Սա միտեղ գտնենք հանգիստ միտեղ, կանգնենք, մի քիչ կսպասեմ, միգուցե մի բան ստեղից տա, չնայած որ downtown-ում էլ երբ որ սենց համեր կա միջոցառում անում, խցանումները անտանելի են, դա իրա մինուսն ունի, ոնց որ ասած, բայց դե մի խոսքով, երեկոյան ժամ 8:30 գտնվում ենք downtown-ում, մնացեք ալիքի հետ։ Դե ինչ ժողովուրդ ջան, ես հիմա գտնվում եմ Հոլիվուդում, ճիշտ ասած բավականին հոգնած եմ արդեն, սենց ժամանակները գիտեք ոնց է, որ մի քիչ քշեմ, կարող եմ մի քիչ էլ աշխատեմ, բայց արդեն եմ, որ ես էլ եմ հասկանում, որ այդքան էլ ապահով չի քշելը, որտեղ որ ոնց արդեն հոգնածություն ես աչքերի դիմացը շաղվում է բան։ Այն ժամանակները ես ճիշտ ասած առանց մտածելու գնում եմ տուն, երկար բարակ չեմ մտածում էլ, որտև մի հատ էքստրա, չգիտեմ 50-100 կամ չգիտեմ ինչ աշխատելը չարժի առողջությունը կամ ուրիշի կամ ինչ-որ սենց մի բան։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, ես հոգնած եմ ահա որ հիմա գնում եմ տուն, հանգստանամ, վաղը առավոտյան աղբորս տղայի ծնունդն է, առավոտյան գնալու ենք փարք, այգի այնտեղ ենք նշելու, հենց որ ուզեմ գնամ մի քիչ շուտ տուն, որպեսզի առավոտյան կարողանամ ներկա գտնվեմ, որտեղ շատ եմ ուզում ներկա գտնվեմ մեր գազանիկի, մեր Ալեքսի ծնունդին, հենց որ շնորհակալ եմ բոլորից հետ, որ մինչև հիմա դեռ ալիքի հետ եք, նորից բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կրնեմ սեղմեն գրանցվելու կոճակը, հավանելու կոճակը և նաև զանգակի կոճակը, ինչու չէ, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր վիդեոների մասին։ Դեն առավոտվա հատվածը, որտեղ ես խոսում էի այդ խոսքով պահվածքի և այլնի մասին, նորից խնդրած կրնեմ մի քիչ դրա շուրջ մտածենք բոլորով, մի քիչ աշխատենք փոխենք այդ ամեն ինչը, ես էլի եմ կրկնում, ես այն համոզմունքին եմ, օդից վերջած համոզմունք չի իհարկե, ուսումնասիրելով մեր ազգի պատմությունը, ամեն ինչը, ու իհարկե ապրելով իմ ազգի մեջ, իմ կյանքի զգալի մասը, ես գիտեմ, որ մենք այդպես ինչ ենք վայրենի ու չգիտեմ անշնորհք ու նման լիքը բաներ չենք, առավել ևս մեր կանայք ու աղջիկները, հենց որ խնդրած կնեմ բոլորիդ դրա շուրջ մտածեք ու աշխատենք այդ ամեն ինչը վերացնենք, որպեսզի աշխարհը մեզ ճանաչի ուրիշ ձև, ոչ թե նենց ոնց որ հիմա մենք ենք մեզ տեսնում։ Մի խոսքով այդքանը լավ մնացեք, բոլորիդ ամուր գրկում եմ, բոլորից շնորհակալ եմ, մինչև մեր մյուս հանդիպում, բարի գիշեր։